Բարի օր, շնորհավոր բոլորին։ Շնորհավոր։ Ջահել էինք հոնկերները, թող հարատևի ձեր և ձեր ընկերների անմար հիշատակը և միշտ պայծառ լուսավորումն է եռաբլուրում։ Ծնունդը շնորհավոր, սիրելի Սպարապետ։ Ծնունդը շնորհավոր, սիրելի Սպարապետ։ Դու ազգանուն ու բարություն։ Օ, սրբազան կապույտ ծաղի ու ծաղկի մեր։ Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի սպարաբետն է և Հայաստանի զինվորը։ Ես տեսել եմ իրեն թե Արցախում, թե մեր հյուսիսային սահմանում, նոյեմբերյանում, Աղանիսում, Այրումում, միասին ենք եղել, ինքը գրել է թե համազգեստ, թե քաղաքացիական հագուստ, եղել է բոլոր եղանակներում և ինքը ցույց է տվել, թե ինչ է նշանակում լինել քաղաքացի, հայրենիք սիրող, զինվոր, սպա և հրամանատար։ Սպարաբետը ժողովուրդն է իրեն վերագրում, բայց առաջի հերթին ինքը հայ մարդ է, ով սիրեց երկիրը և իր կյանքը տվեց իր մարդկայնությունը զգաց, իր հետաքիծը ուղեց և նաև իր թրիչքի բահին խփեցին, որտեղ գիտեին, որ այդ թրիչքը փոխելու էր երկիրը։ Մենք պարտավոր ենք ընդունել այդ ժառանգությունը, այդ պատգամը և այնպես անել, որ այս երիտասարդ սաների պատգամը դառնա իրականություն։ Շնորհավոր Սպարաբետի բարեդարձ։ Պարոն Հովհաննիսյան, եթե վերադառնանք, ներկա քաղաքական, ձեր քննադատները ձեզ ասում են, որ կոնկրետ որևէ քայլ այսպես չի առաջարկում և հանրահավաքներ են միայն, ինչ կարող եք ասել, դուք ինչ քայլեր եք պատրաստվում անել առաջիկայում։ Այսօր ժամը 5-ին այդ հարցին կպատասխանեմ և այսօրվանից մինչև մարտի 10-ը նրանք, ովքեր այլ ասելիք չունեն, քան քննադատել, հեգնանքը շարունակել, իրենք իրենց պատասխանը կստանան, բայց մի բան շատ պարզ է, որ հայ ժողովուրդը և հայ ազգը Հայաստանի քաղաքացին ժայթքել է և ժայթքել է ոչ թե Ռաֆու համար, ինչպես ասել են բազմաթիվ անգամներ, որովհետև ինքը հասկանում է, որ այստեղ նժարի վրա դրված է մեր երկրի ավական։ Թող ինչպես Սպարաբետն է տալիս իր օրինակով, թող մարի մարդը, երբ որ իր ժամն է, բայց թող հարատևի ազգը և պետությունը։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը արդեն վերադարձել է։ Ես իմ բաժին պատասխանը կտամ այսօրվանից մինչև հաջորդ կիրակի օրը և կարծում եմ, որ նրանք, ովքեր սրտացավ են, լայնախոհ, նաև իմ նման պատրաստ են ինքնամաքրման, այլևս նման բաներ չեն ասելու կիրակի օրվանից հետո։ Պարոն Հովհաննիսյան, դուք կոնսուլտացիաները ավարտեցիք քաղաքական ուժերի հետ, սպասում եմ, որ դաշնակցությունից բացի այլ քաղաքական ուժեր նույնպես կկանգնեն հարթակին ձեր կողմից։ Դուք ինձ լավ ճանաչելով Սարգիս և լրագրողներ, պրոֆեսիոնալ մասնակիցներ, ովքեր նաև ուղեկցել են ինձ այս 25 տարիները և այս 25 օրերի ընթացքում, գիտեք, որ ես բաց եմ հաղորդակցության բոլորի հետ։ Ես եթե գնացել եմ մինչև ապրիլի 9 գործող նախագահի մոտ, ես պատրաստ եմ հաղորդակցություն իրականացնել բոլորի հետ, դրա համար թե Բարգավաճը, թե Դաշնակցությունը, թե Սարդարապետը, եթե ՀԱԿ-ը պատրաստ է, եթե առաջին նախագահը, ցանկացած մարդ, եթե ուզենա, ես չունեմ այդ բարդույթը, ես կարծում որ սովետական եզրափակությունը ես այն, որ ինչ-որ մեկի խնդրանքով ես կամ նախաձեռնությամբ այս հանդիպումը կատարվել է, դա արդեն պիտի հանվի արդի լրագրությունից, կապ չունի ով է նախաձեռնել, կարևոր է, որ մարդիկ պատրաստ են ինքնամաքրման, թե չէ,
Մարդիկ պատրաստ են համազգային լուծման թե չէ, մարդիկ պատրաստ են ենթարկվել միևնույն օրենքի եւ ազգային շահի թե չէ։ Դրա համար ես շարունակում եմ այդ խորհրդակցությունները եւ նրանք ովքեր պատրաստ են, ես եմ պատրաստ նախաձեռնել։ Թող ուրիշին նախաձեռնություն չունի, իմ նախաձեռնությունն է, իմ խնդրանքը։ Ով պատրաստ է, ես պատրաստ եմ։ Պարոն Մարտի 2-ի հանրահավաքի Հերթով ես Մարտի 2-ի հանրահավաքի ժամանակ դուք արդեն հանդիպել եք ԲՀՊ-ի հետ, բայց այդ մասին այսօր կխոսեմ։ Այդ մասին չտեղեկացեցիք։ Այսօր կխոսեմ։ Եվ ևս մեկ հարց, պարոն Հովհաննիսյան, ձեզ համար ձեր կարծիքով Վազգեն Սարգսյանի եւ մյուս նահատակների դեմ կատարված դավադրության հեղինակները ըստ ձեզ բացահայտված են։ Այսինքն այդ շրջանակը սկսվում եւ ավարտվում է Նայիրի Հունանյանով եւ նրա մերձավոր շրջանով։ Միանշանակ ոչ։ Պարոն Հովհաննիսյան, Ես կընտրում եմ հերթով։ Տարում ալկայանը ասել է, որ չի գալու այսօր հրապարակ, քանի որ երևանցիների հետ քաղաքացիների հանդիպում։ Ես էլ եմ երևանցի, կարող է ինձ հրավիրել, ես իր մոտ կգնամ։ Պարոն Հովհաննիսյան, Վազգեն Սարգսյանն ասում էր 21-րդ հրամերներին, դուք համակարծեք ու ինչ պետք է անել, որ իսկապես 20 Ես կարծում եմ, որ 21-րդ տարը կարող է մերը լինի եւ փետրվար 18-ից հետո արդեն մերն է լինելու։ Եվ դա հենց Վազգեն Սարգսյանի պատկանն է։ Իսկ ինչ է լինելու Կիրակի օրը, որ ասում եք պատասխան է տալու, ինչ է Կիրակի։ Ես կարծում եմ, որ նրանք ովքեր չարագամ են, նրանք ովքեր փորձում են համեմատել ժողովրդի այս համազգային համաքաղաքացիական ժայթքումը որևէ այլ եղանակի կամ հետաքրքրի հետ սխալվում են։ Մենք հանրահավաքային, այսպես մասնագետներ չենք։ Մենք չենք այդ հանրահավաքային մասնագետները։ Մենք հայ մարդիկ ենք, մենք քաղաքացիներ ենք եւ դրա համար ասում ենք, որ հասկանում ենք, որ 21 տարի եւ ավելի ունենք մեր պետությունը։ Այս բայկարը, որ հասցրել ենք այստեղ, դա պատկանում է բոլորին, թե սխալները, թե արատները, թե հանցագործությունները եւ նաեւ թե նվաճումները, վաստակը պատկանում է բոլորին։ Մեկ սրտնեղում եմ, որ ես չեմ ընդգծում 2008 թվական, 2008 թվականի զարթոնքը նույնպես դրա մեջ մեծ դերակատարում ունեցել, բայց ոչ մի հանգրվան ինքը բացարձակ նշանակություն չունի, եթե մենք չընդունենք ամբողջական ժառանգությունը։ Մեկը ծնում է մյուսին, եւ մյուսը բերել է նրան, որ մենք այսօր կանգնել ենք համազգային զարթոնքի շեմին, ոչ թե շեմին, հետքերում, եւ մենք պիտի որոշենք ինչպիսի լուծում տալ դրանք։ Դրա համար ես կարծում եմ, որ նրանք ովքեր պատրաստ են դուրս գալ իրենց փոքրիկ հատվածաբաշտ անցյալի հղմամբ գաղաբարներից, կտեսնեմ, որ սա նոր որակի վիճակ է, նոր որակի շարժում է, որը կապ չունի Ռաֆու հետ, կապ ունի հայ ժողովրդի ժայթման եւ զարթոնքի հետ, եւ հենց դրա մեջ է մեր անկանխատեսելիությունը, մեր անհամեմատելիությունը, մեր անգասելիությունը, ոչ թե հրեդորապար հարթակից, այլ այն, որ այս շարժումը պատկանում է բոլորին, թող ոչ մեկը դապտիներ չխնդրի, կամ բոլորը դապտիները բոլորին է պատկանում, բոլորին, թե Տեր-Պետրոսյանին, թե Մանուկյանին, թե Դեմիրճանին, թե մյուսին, թե 2008 թվականին, բայց ոչ մեկը չբացարձակացնի, ոչ Ռաֆին թող չբացարձակացնի։ Սա ժողովրդի պայքարն է, կամ դա հասկանում ենք եւ լուծում ենք տալիս, կամ չէ։ Դրա համար թող ոչ մեկը ինձ հավատաքննիչ թող չլինի, եւ ես ասում, որ դրա պատասխանը, եթե հիմա չունեն, կունենան այսօր, մինչեւ Կիրակի օրը։ Շնորհակալություն բոլորին։ Ժամը 5-ին կհանդիպենք։